Պարոն Թորոսյան, վերջի օրերին քաղաքացիական պայմանագիրը սկզբում առողջապահության, հետո նաև հիմա ձեր նախարարության քննարկումն է կազմակերպել եւ այս ամենը դիտարկվում է ընդդիմադիրների, նաև քաղաքագետների կողմից, որ իշխանությունը սկսել է նախընտրական շրջանին զուգահեռ Հանրությանը ասել, թե ինչ քայլեր է արել, բայց դրանք ընդհանրապես PR են եւ տակը իրականում ճիշտ տեղեկատվություն կամ ճիշտ ինֆորմացիա չկա, շատ ավելի PR-ի համար է կանում։ Հիմա ինչ եք ուզում որ պատասխանեմ։ Այո կամ ոչ։ Արդյոք PR չէ։ Հարգելի գործընկերներ, նախ ես այս հանդիպման վերջում, որը ուղիղ եթեր էր, կարծես թե մի իրական կյանքից ընդհանրապես մի օրինակ բերեցի, որ առավոտյան իմ հետ տեղի է ունեցել, որը խոսում է նրա մասին, որ քաղաքացիները մեր արած աշխատանքը ինքնուրույն անձամբ զգում են իրենց առօրյայում բոլոր ուղղություններով եւ մենք այս հնարավորությունները ու սա առաջի հանդիպումը չի, մենք նաեւ ունենում ենք կառավարության ծրագրի քննարկումներ եւ կունենանք բյուջեի կատարման քննարկումներ, պարզապես այնտեղ ֆորմատը մի քիչ ավելի սահմանափակ է ժամերի առումով, որոշել ենք ավելի լայն վերցնել եւ մի քիչ մեզ քիչ սահմանափակել, բայց միևնույն ժամանակ մենք ասուլիսներ ենք տալիս, հարցազրույցներ ենք տալիս, այնպես չի որ մենք ինչ որ բան, ես այստեղ նոր բան չեմ ասել այսօր, ասել եմ ինչ որ բազմիցս ասել եմ, ավելին նաև պատասխանել են քաղաքացիների հարցերին, որը էլի նաև անում ենք եւ այստեղ որևէ տարօրինակ բան չկա, բայց միևնույն ժամանակ կա թեր երևի տեղեկացվածություն մեր արած ահռելի աշխատանքի մասին, որը մենք փորձելու ենք լրացնել, այդտեղ որևէ վատ կամ պախարակելի բան ես չեմ տեսնում։ Հենց դա է, տեսեք, դուք ասացիք, որ նոր բան չկա, այսինքն նույն ինֆորմացիան էլի շրջանառության մեջ է դնում, դա ենք ասում, էլի դա քարոզարշավի այսպես տարեր ունի իր մեջ։ Ես կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին եւ կատարված աշխատանքի մասին խոսելը դա կլինի մեկ անգամ թե 10 անգամ որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վատ, մանավանդ որ նորից եմ կրկնում քաղաքացիները իրենց առօրյայում դա զգում են եւ տեսնում են։ Պարոն Թորոսյան, ընդդիմադիր թևից ավելի հավակնոտ ծրագրեր են նախընտրական այս շրջանում, այդտեղ 300,000 աշխատատեղ խոստանում ստեղծել, իշխանությունը ինչպես է նա հակադարձելու նկատի ունեմ ծրագրային գաղափարական առում։ Նախ մեր նախընտրական ծրագիրը սահմանված ժամկետում կներկայացվի հանրությանը եւ մեր ընտրողներին, երկրորդը, եթե ոմանք խոստանում են ինչ-որ բան անել, մենք դա արդեն արել ենք եւ վերջի 8 տարիներին մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետություն եւ այդ թվերը հիմնավորվում են նաեւ բազմաթիվ անուղղակի այլ ցուցանիշներով, աղքատության նվազում, անապահովության համակարգում նվազում, գործազուրկների թվի նվազում եւ իրական եւ գրանցված եւ դրանք աներկբա ճշմարտություն են, այսպես ասած։ Իսկ ինչ վերաբերում է ուրիշների խոստումներին, դա իրանց իրավունքն է, ինչքան ուզում են թող խոստումներ տան, ես կարծում եմ մեր բնակչությունը դատարկ եւ ճիշտ խոստումները եւ կատարված աշխատանքը ինչ որ ենթադրություններից կարող է տարբերել, ել չեմ ասում, որ այդտեղ պարզ թվաբանական երբեմն ինչ որ չասեմ անճշտություններ, բայց տարօրինակություններ կան, որտեղ օրինակ նույն աշխատատեղերի մասով մենք ունենք այնքան ազգաբնակչություն, որ ունենք ես կարող եմ ասել, որ 300,000 աշխատող պարզապես այս պահին Հայաստանում ազատ, որ կարող է աշխատել չկա։ Ներողություն, այդ դրա հետ կապված ասում են ոչ թե իշխանությունը ստեղծել է այդքան աշխատատեղ, այլ ասում են ստվերից բերել է օրինական դաշտ, գրանցել է եւ ներկայացրել է որպես աշխատատեղ։ Ես մեր հանդիպման ժամանակ չգիտեմ դուք հետևում եք թե չէ, արդեն մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել եմ, մի հատ էլ կանդրադառնամ, եթե ինչ որ մեկը պնդում էր, որ մինչ մեր իշխանության գալը կա 300,000 ստվերային աշխատատեղ, դա այդ իշխանության նախ բնութագրիչն է, որ այդպես բան եղել է, հա, այսինքն դա էլի մեր մասին չի, իրանց մասին, հա։ Երկրորդը նույնիսկ ստվերից դուրս գալը աշխատատեղը դա շատ կարևոր է, որովհետև դա մարդկանց համար սոցիալական երաշխիքների նաև պետության համար հարկ է, եւ երրորդը այդ աշխատատեղերի ճնշող մեծամասնություն նոր աշխատատեղեր են, որը նորից եմ կրկնում, երևում է նաև այլ անուղղակի ցուցանիշներով, տնտեսության աճով, գրանցված գործատուների աճով, միջին աշխատավարձի աճով եւ այդպես շարունակ եւ այդ աղքատության, անապահովության թվերի իջեցումով։ Սոցիալական, որպես նաև սոցիալական հարցերի նախարար, սոցիալական արդարություն արդյոք կա այն հարցում, որ տեսեք, պարգևավճարների երբ որ բարձր մենք տոկոս ենք տեսնում, ոչ թե տոկոս, այլ գումարներ ենք տեսնում եւ մի կողմից տեսնում ենք թոշակառուների ցածր թոշակները։ Կա այստեղ սոցիալական արդարության։ Արգելի գործընկերներ, մենք իհարկե կարող ենք անվերջ խոսել այս թեմայով, թեև
ամեն ինչ վաղուց պարզաբանված է, բայց մի բան կասեմ, մի թիվ։ Մենք 2025 թվականի պետական բյուջեում պետական ծառայողների եւ պետական ապարատի պահպանման ծախսերի վրա ի սկզբանե պլանավորվածից 6.5 միլիարդ դրամ պակաս գումար ենք նախատեսել, 6.5 միլիարդ դրամ, պարզապես գիլյոտինային մեթոդով բոլորից 4% կրճատվել է, հետո տարվա վերջում դրա կեսից քիչ գումար վերադարձվել է պետական ամբողջ ապարատին եւ դրանք հազարավոր քաղաքացիներ են, հազարավոր պետական աշխատողներ են, որոնք կարևոր գործ են անում ամեն օր եւ դրանք միայն նախարարներ, փոխնախարարներ չեն, դրանք վարչության պետեր են, բաժնի պետեր են, գլխավոր մասնագետներ են, առաջատար մասնագետներ են, իրենց կատարված աշխատանքի դիմաց, որը նախապես դրված ցուցանիշների դիմաց գնահատվել է, այսինքն նախապես ասվել է, որ այս կիսամյակ այս բաները կանեք, գնահատվել է ըստ տոկոսի բաշխվել է եւ ես կարծում եմ, որ մրցունակ պետական ապարատ ունենալը շատ կարևոր է մեր բոլոր տեսակի քաղաքացիների հոգսերը հոգալու, դա կլինի կենսաթոշակառուներ, այլ քաղաքացիների եւ նաեւ նույն կենսաթոշակների բարձրացման համար, որը ուղղակիորեն կապված է մեր պետական բյուջեի մուտքերի հետ եւ այս քաղաքականությունը լավագույն կադրերին պահելու պետական ապարատում շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք արդյունք ստանալ, որտեղ այլ պարագայում նրանք թողնում գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որտեղ աշխատավարձերը կրկնապատիկ ավելի են, քան պետական ապարատում։ Պարոն Թորոսյան, տեսեք դուք կառավարության ծրագրում մինչև 2023 թվականը աղքատության կրկնակի նվազում եք խոստացել 2019-ին Հայաստանում աղքատությունը եղել է 26.4%, վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներում Հայաստանում աղքատ է 21.7%, այսինքն կրկնակի նվազեցում չի եղել, բացի այդ ծայրահեղ աղքատությունը իսպառ խոստացել եք վերացնել, բայց այս պահի դրությամբ էլի նույն պետական կառույցի տվյալներով 0.6%-ը ծայրահեղ աղքատ է։ Եթե այս 4-5 ամիսների ընթացքում չկարողանաք աղքատությունը կրճատել եւ ծայրահեղ աղքատությունը իսպառ վերացնել, ստացվում է այս խոստումը, որը կառավարության ծրագրում էր, կյանքի չի կոչվել։ Հիմա սա է լավ աշխատանք, որի համար պարգևատրվել են։ Շնորհակալություն հարցի համար, ծայրահեղ աղքատության ցուցանիշը ձեր նշած ազգային վիճակագրական ծառայության կողմից 2024 թվականի է, որը հրապարակվում է ամեն հաջորդ տարվա աշնան սկզբում եւ ես գրեթե վստահ եմ, որ 2026 թվականին 25 թվականի համեմատած 25 թվականի թվերը հրապարակելուց մենք ունենալու ենք ավելի ցածր ցուցանիշ, քան 0.6%-ը եւ դա մոտ է իսպառ վերացմանը 0.6-ը։ Հրապարակված չի, դրա համար վերջին տվյալ սա եմ նշում։ Շնորհակալություն, թույլ տվեք շարունակել պատասխանը եւ ես վստահ եմ, որ 0.6%-ը, որն արդեն իսկ մոտ է աղքատության, ծայրահեղ աղքատության իսպառ վերացմանը, ավելի փոքրացած կլինի, չեմ կարծում, որ 0 լինի, բայց ամեն դեպքում ավելի մոտ կլինի 0-ին եւ հետեւաբար մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այդ հարցը լուծելու, այսինքն ծայրահեղ աղքատությունը վերացնելու։ Նաեւ ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշներին, մենք ունենք կրկին իջնող թվեր։ Իդեպ, երբ որ դուք նշում եք 19 թվականի թվերը եւ այսօրվա թվերը, մենք պետք է հիշենք, թե ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը եւ որոշ առումով նաեւ ընդհանրապես միջազգային, այսինքն համաշխարհային տնտեսությունը, դա կոവിഡ്ի համավարակն էր, մեր դեպքում դրան գումարած եւ միաժամանակ պատերազմներ, հետո ներքաղաքական ցնցումներն էին, հետո ընտրություններից հետո մի քանի անգամ հարձակումներն էին Հայաստանի Հանրապետության վրա եւ դրանից հետո միայն հաստատված խաղաղությունն է, որ մեզ տալիս է սոլիդ հիմքեր այդ ճանապարհը ավելի կայուն եւ անշեղորեն շարունակելու եւ ես վստահ եմ, որ մենք եւ իջեցնելու ենք աղքատության թվերը էականորեն եւ նաեւ հաղթահարելու ենք ծայրահեղ աղքատությունը եւ ընդհանրապես այդ ամեն ինչը պետք է նայել կոնտեքստում եւ կառավարության ծրագիրը եւ նախընտրական ծրագրերը դրանք դինամիկ փաստաթղթեր են, որոնք որ այսինքն փաստաթղթեր չեն, բայց գործընթաց են, որոնք որ դու ընթացքում շտկում ես եւ իրականացնում ես այն քաղաքականությունը, որը լավագույնն է այդ պահի համար։ Եվ պարոն Թորոսյան, գիտեք, որ ասում եք ներքաղաքական ցնցումներին, օրինակ երբ որ Ռոբերտ Քոչարյանը կամ Բագրատ Գալստանյանը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այդ իրենց միտինգներով ինչ խանգարում էին աղքատության ցուցանիշը նվազեցնելուն։ Իհարկե խանգարում էին, որտեղ
Պատասխանում եմ, որտեվ տնտեսությունը սիրում է կայունություն եւ նոր ներդրումների իմաստով եւ ընդհանրապես եւ կայուն եւ ընտրական փուլերով ձևավորվող իշխանությունն է այն գրավականը, որ թե գործարար համայնքը Հայաստանում եւ թե դրսի ներդրումները ունենալու են վստահություն, որ այդ կայունությունը շարունակվելու է եւ մենք հիմա փաստացի ըստ էության երկար տարիներից հետո ունենալու ենք առաջին անգամ հերթական ընտրություններ, ինչը շատ կարևոր է եւ այդ կայունությունը ապահովելու եւ շարունակականությունը ապահովելու առումով եւ այդ ամեն ինչը համանվել է նաեւ այլ ճգնաժամերով, գիտեք, նույն այդ ներքաղաքական վիճակի ժամանակ եղել է առաջի հարձակումը մեր սուվերեն տարածքի վրա 21 թվականի մայիսին, երբ որ կառավարությունը նաեւ հրաժարական տված վիճակում էր եւ մնացած բոլոր դեպքերը եւ այդ ամեն ինչը պետք է նայել այդ ամբողջության մեջ։ Պարոն Թորոսյան, եւ մի հարց, որ վերջին օրերին մենք շատ ենք տալիս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պաշտոնյաներին եւ падգամավորներին, դուք եք ակտիվ այդ հարցերում, Նիկոլ Փաշինյանի վարչաբենդի հետ կապված դուք նախ դիսկոտեկին եղել եք եւ տեսնում ենք նաեւ դուք երգում եք ձեր Փաշինյանի երգի տակ, գուցե հաջորդ դիսկոտեկին դուք նաեւ ձեր երգով ներկայանաք։ Այդքան տաղանդ ունենայի կներկայանայի, ցավոք չունեմ, շնորհակալություն։ Իսկ եղել եք դիսկոտեկի գնացել եք։ Իհարկե եղել եմ։